Պարոն Հոսեյնի, ուզում եմ անդրադառնանք Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Մենք տեսնում ենք, որ Թրամփի նախագահության գալուց ի վեր բավականին սրվել է Միացյալ Նահանգների ռետորաբանությունը։ Ընդհուպ վերջերս Թրամփը հայտարարեց, որ աննախադեպ ռմբակոծություններ կլինեն Իրանի դեմ, եթե Իրանը հրաժարվի բանակցություններից։ Ձեր դիտարկմամբ ինչ հնարավոր զարգացումներ կարող են սպասվել։ Նախ պետք է ասենք, որ դրանց սպառնալիքի մակարդակում են, իրադես չեն, Թրամփը նպատակ ունի սպառնալիքների միջոցով Իրանին բերի համաձայնությունին, բայց Իրանը ասել է, որ ջնջման տակ, ռազմական ջնջման տակ եւ մաքսիմում տնտեսական ջնջման տակ ինքը ուղիղ չի բանակցելու։ Մենք տեսել ենք ինչպեսի տեղի ունեցավ Զելենսկի Թրամփ բանակցությունները, նման ձևաչափով բանակցությունը դիվանագիտական առումով Իրանի համար անընդունելի է։ Իրանը մերժում է նման պայմաններով բանակցությունը, ուղիղ բանակցությունները, բայց անուղիղ բանակցությունները, միջնորդված բանակցությունները ճանապարհը բաց է։ Իրանը պատրաստություն է հայտնել Օմանի միջնորդությունով Իրանը կարողանա Միացյալ Նահանգների հետ բանակցություններ վարվի եւ բոլոր հարցերը կարելի է քննարկել, բայց Թրամփի նամակի մեջ նախկին պայմանները դրել Թրամփը դել Իրանի համար անընդունելի է։ Բանակցությունների ժամանակ չի պիտի պայմաններ լինեն։ Մենք պատրաստ ենք հավասար եւ արդար բանակցություններ վարենք եւ մենք խաղաղությունի կողմ ենք։ Իդեպ Ռուսաստանն էլ կարծես անընդունելի է համարել Միացյալ Նահանգների սպառնալիքներն Իրանի դեմ։ Ձեր կարծիքով համաշխարհային ֆոնը թույլ կտա, ընդհանրապես այլ գերտերություններ թույլ կտան այսպիսի պատերազմ։ Թրամփի վարչակազմը, ինչպես տեսնում ենք, դուրս է եկել ամբողջ աշխարհակարգի դեմ, ներկա աշխարհակարգի դեմ, տեսնում ենք ինքը նկերդումներ է առաջացնում Կանադայի, Դանիայի եւ այլ երկրների դեմ, Իրանի դեմ էլ ինչ-որ պայմաններ է դնում եւ Իրանի համար էլ անընդունելի է։ Թրամփի վարչակազմը երկու բաժին է դարձել, մեկ պատերազմի կողմնակից են, մեկ խաղաղությունի կողմնակից են, բանակցությունների կողմնակից են։ Այդ մասը, որ պատերազմի կողմնակից են, շատ ազդեցություն տակ են Նեթանյահուի կողմից, Իսրայելի կողմից, պետք է Թրամփը խոսափել նման ազդեցություններից, որովհետև շատ մեծ վտանգներ կբերի տարածաշրջանում, ամբողջ աշխարհում կարող է մեծ հրդեհ բռնկվի այդ նման հարձակումը եւ ամբողջ տարածաշրջանին մեծ պատերազմի մեջ մտցնել։ Իդեպ տարածաշրջանի մասով Հայաստանը Իրանի հարևան պետությունն է եւ որքան էլ ուղիղ կերպով Հայաստանին չեն ուղղված այդ սպառնալիքները, որքան էլ ուղիղ Հայաստանի դեմ չի լինի այդ պատերազմը հնարավոր, բայց Հայաստանը կարող է արդյոք խուսափել այս զարգացումներից։ Տեսեք, Իրան եւ Հայաստանի անվտանգությունը փոխկապված են, եթե Իրանը ինչ-որ փուլում թույլանա եւ խնդիրների մեջ լինի, կարող է ինչ-որ վտանգ է, կարող է Ադրբեջան եւ Թուրքիա առիթից օգտվեն եւ Իրանի թույլ վիճակը օգտագործեն, ինչ-որ հարձակում կատարեն, փորձեն Զանգեզուրի միջանցքը իրականացնեն։ Էրդողանը բազմիցս ասել է, որ Իրանի գործունը մինչև հիմա թույլ չի տվել, որ Զանգեզուրի միջանցքը իրականանա, այսինքն իրանց նկերդումներ դեր ունեն եւ սպասում են, եթե Իրանի չեզոք Իրանի զեսպող ուժը տարածաշրջանում վերանա կամ թույլանա, Իրան կարողանան վտանգ սպառնել Հայաստանին։ Այլ խնդիր էլ կա, Իսրայելը տարիներ շարունակ զինում է Ադրբեջանին, շատ վտանգ կա, որ միայն այդ զենքերը միայն Հայաստանի համար չեն, այդ զենքերը
որ կուտակում Ադրբեջանում նաև Իրանի դեմ է եւ կարող է վտանգավոր ժամանակ, պատերազմի ժամանակ երկրորդ ճակատը փորձեն Անդրկովկասից բազեն Իրանի դեմ։ Դեպ դուք ապրում եք Իրանում, գործունեություն եք ծավալում այնտեղ, ձեր կարծիքով Իրանում հասկացել են այն ռեալ վտանգները։ Ես նկատի ունեմ թե հասարակական, թե քաղաքական մակարդակով, որոնք կարող են Ադրբեջանից եւ անմիջապես Հայաստանից օկուպացված Լեռնային Ղարաբաղից օկուպացված տարածքներից հասցվեն Իրանին հնարավոր այսպիսի սցենարների դեպքում։ Իհարկե մենք վերահսկում Իրանի իշխանությունը եւ զինված ուժերը նման խնդիրին վերահսկում եւ ուշադրությունի տակ է բահում։ Մենք սպասում ենք նման խնդիրին, նման վտանգին Անդրկովկասից, Ադրբեջանի կողմից եւ միշտ հասարակությունն էլ տեղեկացնում են լրատվամիջոցները, որ պատրաստվում են եւ Իրանը պատրաստ է նման սցենարին էլ պատասխան տալ։ Իսկ ձեր կարծիքով քաղաքական օրինակ մակարդակով կան այս առումով շփումներ Ադրբեջանի հետ Իրանի կողմից, այսինքն ունի Իրանը երաշխիքներ, որ օրինակ նման բան տեղի չի ունենա։ Նման երաշխիքներ չունի, բայց Իրանը միշտ Ադրբեջանի հետ փորձում է դիվանագիտական կապերը նորմալ վիճակում պահի, որ կարողանա այդ դիպլոմատական կապերը օգտագործի որպես դեսպոտ ուժ, որպեսզի փորձի թույլ չի տա Ադրբեջանը նման քայլերին դիմի։ Պարոն Հուսեյն, ինչպես կբնութագրեք Հայաստան-Իրան հարաբերությունները ներկայիս փուլում, նաև այն կոնտեքստում, որ շատ փորձագետներ նշում էին, որ Հայաստանը կարող է Իրանին ԵՏՄ-ին կապող օղակ եւ կամ կամուրջ լինել։ Ոչ Իրան եւ Հայաստանը շատ բարձր մակարդակով հիմա հարաբերություններ ունեն քաղաքական, տնտեսական, մշակութային, բայց սա մեր ամբողջ ներուժը չի, մեր երկու երկրների մենք շատ դեղ ունենք աշխատելու նաև ինչու՞ չէ անվտանգությունի ոլորտներում ներկա պահին Իրան եւ Հայաստանի տնտեսական շրջանությունը 300 միլիոնից հասել է 700 միլիոն դոլարին եւ նպատակ ունեն երկու երկրները մինչեւ 1 միլիարդ դոլարի եւ 3 միլիարդ դոլարի հասնեն նաեւ Իրանը շուտով իրականացնում է Իրան եւ ԵՏՄ-ի առևտրաշրջանությունի համաձայնություն է եւ Հայաստանը ոչ միայն կամուրջ է Իրանից մինչև ԵՏՄ, այլ կամուրջ է Իրանից մինչև Եվրոպա։ Դրա համար շատ կարևոր գեոպոլիտիկ դեր ունի Հայաստանը Իրանի համար եւ մեր համագործակցությունի մակարդակը պիտի այս աստիճաններին բերվի, որ մենք կարողանանք մեր երկու երկրների շահին դա օգտվել, նաեւ Իրանն էլ Հայաստանի համար ճանապարհը դեպի Փարսից ծով եւ Հնդկական օվկիանոսից, դրա համար մեր երկու երկրները շատ աշխատելու դեղ ունեն։ Պարոն Հուսեյնի, մենք իհարկե խոսեցինք հնարավոր սպառնալիքների, վտանգների մասին, դուք էլ գիտեք, որ Հայաստանը այսօր բավականին բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում է ճնշված հարևանների կողմից։ Մի կողմից Հայաստանը Իրանի հետ բարեկամ պետություն է, հարևան պետություն է, մյուս կողմից Հայաստանը չունի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները փչացնելու ներուժ։ Ձեր կարծիքով ինչպես պետք է Հայաստանը դիրքավորվի հնարավոր բախման դեպքում Իրանի եւ Արևմուտքի միջև, արդյոք ունի մանևրելու հնարավորություն ձեր դիտարկմամբ։ Արևմուտքը Թրամփի վարչակազմից հետո պետք է դարանջադել Եվրոպայը եւ Միացյալ Նահանգները Իրանը հենց այս պահին բանակցում է Եվրոմիությունի հետ, 3 ուժերի հետ, Ֆրանսիա, Գերմանիա եւ Բրիտանիայի հետ եւ փորձում է առանձին դարանջատված քաղաքություն եւ հարաբերություններ հաստատի Եվրոպայի հետ դրանից կարա շահի Հայաստանը կարա միջնորդ հանդես գա այդ հարաբերություններին մենք տեսել ենք որ Ֆրանսիայի դեսպանը մի անգամ հայտարարեց որ մենք Իրանի հետ Անդրկովկասում նույն շահեր ենք հետապնդում նույն շահեր ունենք
Եվ մենք նմանություններ ունենք, շահերի նմանություններ ունենք դարաշրջանում եւ դա գարա հիմք հանդիսանա Իրան, Հայաստան եւ Արևմուտքի հարաբերությունները եւ նոր մակարդակի բերելու համար եւ համագործակցությունների համար։ Իսկ եթե ամփոփենք մեր զրույցը ձեր կարծիքով, այս պահին ինչքանով է ռեալ պատերազմը եւ ինչքանով է հնարավոր, որ կստացվի Արևմուտքի հետ պայմանավորվածության գալ Իրանի կողմից, ինչ եք կարծում։ Ամեն ինչ հնարավոր է, որովհետեւ եթե Թրամփի վարչակազմը Իսրայելի ազդեցություն տակ մտնի եւ չի կարողանա անկախությունը, իրենց անկախությունը պահպանի, պատերազմի հնարավորությունը մեծ է, կարող է ինչ որ միջուկային զրագիրի վրա, օբյեկտների վրա ինչ որ հարվածներ հասնի, Իրանն էլ կարող է պատասխանի, բայց դիվանագիտական արիմով մենք ամեն ինչ անում ենք, որ չի հասնի այնտեղ, որ մենք հասնենք պատերազմին։ Հիմա Թրամփի նամակը պատասխանել է, սպասում է իրենց կողմից արձագանքեր եւ մենք պատրաստ ենք միջնորդված բանակցություններ վարենք Միացյալ Նահանգների հետ։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։